Պարոն Միքայելյան, ինչ խորհուրդ ունի այսօր այստեղ ներկա լինելը եւ երեք եթե փորձենք ամփոփել, ինչ ստացվեց արդյոք սա նաեւ շարունակական բնույթ է կրելու երեկվա ակցիաները նկատի ունեմ։ Նախ առաջինը սկսեմ երեկվա հանրահավաքից։ Ամեն դեպքում կփորձեմ ձևակերպեմ այսպես. Եթե իշխանության կողմից միակ բացը եղել էր համակիրների կամ հանրահավաքի մասնակիցների կողմից մեկ պաստառը, որի վրա երկու տար ավել է եղել վրիպակի պատճառով, ուրեմն հանրահավաքը բովանդակային առումով կայացել է։ Առաջինը սա, իսկ որն է այսօրվա խորհուրդը, գիտեք, ես երեկվային ելույթում էլ նշեցի, որ մարդիկ հավատում են մեզ, մարդիկ հավատում են Սամվել Կարապետյանին եւ մենք իրավունք չունենք այդ հավատը մարդկանց չհասցնելու վերջնաժամկետին։ Իսկ ուխտագնացությունն էլ իր հերթին ենթադրում է ուխտ կնքել, որի պատճառով անձամբ ես այստեղ եմ ուխտ կնքելու, որ հավատարիմ եմ մնալու այն գործին, այն շարժմանը, որին միացել եմ ու այն ուղուն, որը որ մենք գնալու ենք։ Հանրահավաքի թեմային վերադառնալով սոցիալական ցանցերում գրում էին, որ փորձ է եղել այն այսպես նուրբ ձևով խոչընդոտել։ Մասնավորապես առևտրային տարբեր կազմակերպություններ, ինչ որ ակցիաներ են հայտարարել, նաև քաղաքական օլիգարխի անձի անուն է շոշափվում, որ իր միջոցներով փորձել է անվճար վառելիք բաժանել, որպեսզի խոչընդոտի։ Սրանք հաստատվում են եւ արդյոք առաջիկայում նույնպես ինչ որ ավելի լուրջ խոչընդոտներ կարող ենք հանդիպել։ Խոչընդոտներ բնականաբար մենք կարող ենք հանդիպել տարբեր ձևերով, ինչ վերաբերվում է, որ տարբեր գործարարներ փորձել են անվճար վառելիք բաժանել, ես մամուլում կարդացի, իսեր ասա, թող հասարակությանը բաժանեն, մենք մեր աշխատանքն անում ենք, մենք մեր ուղով գնում ենք առաջ, եթե հասարակությունը կարող է օգտվել նրանց կողմից տրված անվճար վառելիքից, թող օգտվի, մենք մեր անելիքն անում ենք, հասարակությունը լսում է մեզ ու ես վստահ եմ, որ այդ մի քանի լիտր վառելիքը, որը որ տալիս են հասարակության մոտ կարծիք չի փոխելու, նոր կարծիք չի ձևավորելու, հասարակությունը հասկանում է ինչ է կատարվում այսօր Հայաստանի Հանրապետությունում եւ մենք ուղղակի իրավունք չունենք լռելու։ Իսեր ասեմ, նրանք կարող են 20, 30, 40, թեկուզ 100 լիտր բենզին տան մարդկանց, ես չգիտեմ ում մասին է խոսքը, բայց եթե նման բաներ կա, թող նվիրեն, շատ ուրախ եմ ես դրա համար, որ նվիրել են, բայց այդ ամենը չի խանգարել մեր հանրահավաքին, միգուցե ավելի շատ մարդիկ են, բայց այդ մարդիկ թեկուզ կանգնած խցանումների մեջ հետևել են հանրահավաքին ու ամեն ինչ լավ է լինելու, ես վստահ եմ, հա, մենք չենք սպասում, որ նրանց ստեղծած խոչընդոտները մեզ կխանգարեն, որովհետև մեր ուղին արդար է, մեր ճանապարհն արդար է, մենք ունենք նպատակ, որին հասնելու ենք։